Հարգելի խորհրդարան, մենք լրջագույն օրենք ենք քննարկում թեթևամիտ ձևով 1000 ներողություն այս բառի համար։ Այսպիսի օրենքները ասես չեն բերում, ապալ-թափալ քննարկում են։ Օրենքը որևէ քննադատության չի դիմանում։ Իհարկե ես այսօր գործեր ունեմ, եթե այստեղ լինեմ ելույթ կունենամ, բայց ես ուզում եմ հարցնել ձեզ։ Առաջինը, Ռուսաստանին հարցրել եք, որ սենց օրենք է գտնում։ Այսպես ենք մեր գործընկերային պարտականություններ կատարում, բա որ այստեղ նստածներից մեկը վերցնի Պուտինին նամակ գրի։ Երկրորդ, ես հոգնել եմ այդ արտասահմանյան հայ օլիգարխներից։ Դրանք այս պետությունը մի օր կքանդեն։ Արդեն մենք լրիվ քանդում ենք հարկային դաշտը։ Առաջի անգամ տեսնում, որ արդեն ուղղակի հարկերը շահութակ եկամատ դնեն դիֆերենցիան ըստ աշխատանքների։ Առաջին անգամ եմ տեսնում։ Սովորաբար նման դիֆերենցիան կարելի է ենթարկել անուղղակի հարկերը։ Ուղղակի հարկերի նկատմամբ նման բանը անում են կարճատև ժամանակի համար, սահմանափակ ժամանակի համար։ Եվ այստեղ պետք չի ինձ հակառակում համոզել։ Պետք չի հակառակում համոզել։ Երրորդ, այ ախպեր, ես այստեղ եմ աշխատում 24% տան, գնում եմ Ռուսաստան աշխատեմ 13%։ Ինչ եք ասում, ասում եք արտագաղթի, հոգնել եք մեզանից։ Ես բան առաջ անգամ տեսնում։ Պարոն Սահակյան, ո՞նց կարա սենց օրինակից մտնի ազգային ժողով։ Մենք ինչա դարձել ենք մաֆիոզ ազգային ժողով։ Ո՞նց կարելի է ասես բան թույլ տալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան։ Իհարկե հարկման արդարացիության եւ հարկման հորիզոնական եւ ուղղահայաց արդարության տեսանկյուններից ճիշտ է, որ միևնույն չափի եկամուտը հարկվեն միևնույն դրույքաչափերով։ Սա աքսիոմա է եւ ես չեմ փորձի իհարկե վիճարկեմ այդ փաստարկի հետ, բայց ուզում եմ նաեւ նշել, որ այստեղ մենք կոնկրետ մեր առջև ծառացած խնդիր են կարգավորում եւ այն օգուտները, որոնք որ մենք կստանանք այդ խնդիրների կարգավորումից, կարծում ենք, որ ավելին են, քան հարկման հորիզոնական կամ ուղղահայաց արդարության պահպանման արդյունքում մեր ստացածները։ Ռուսաստանի Դաշնության հետ որևէ խնդիր առկա չէ, որովհետև յուրաքանչյուր անդամակցող երկիր միությանը ինքն է որոշում հարկման դրույքաչափերը եւ որևէ սահմանափակում մենք չունենք եկամտային հարկի կամ որևէ այլ հարկատեսակի դրույքաչափերի փոփոխության հարցում։ Վերջին հարցը հետ կապված, իհարկե այս նախագծով մենք չենք նպաստում արտագաղթին, բայց նաև քաշ դիտակցում ենք, որ այսօր էական մաս են կազմում մեր հայրենակիցները, որոնք կամա թե ակամա իրենց աշխատանքը կատարում են արտերկրում։ Եթե այսօր դա է իրականությունը եւ մեր քաղաքացիները իրենց աշխատանքը կատարում են արտերկրում, մենք պարզապես դաշտ ենք ստեղծում, որպես այդ քաղաքացիները օրինական ձևակերպում ստանան Հայաստանի Հանրապետությունում եւ այն ժամանակավոր աշխատանքը, որ նրանք արտերկրում կատարում են եւ հետ են վերադառնում Հայաստանի Հանրապետություն, գոնե այդ օգուտներից օգտվի նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն։ Արձագանքի համար Հրանտ Բագրատյան։ Նախ թողեք ֆիքսեմ, որ դուք նախ ասում եք դուք ճիշտ եք, բայց ձեր այդ բայցը սպանում արդեն։ Ու այդ բայցից հետո որևէ պատասխան ես չլսեցի ձեզանից։ 1. Երկրորդը, թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ եթե ես լինեի Ռուսաստանի Դաշնության ղեկավար բանից, աշխատողներից, կասեի, տղեկ, ես ինչ ենք իրար վրա բաներ անում։ Այն մարդը, որը գնացել է Նովոսիբիրսկում աշխատել է, Նովոսիբիրսկում պիտի հարկ մուծի։ Դա ամբողջ ԵՏՄ-ի տրամաբանությունը, որին կողմ ես իդեպ չեմ քվեարկել։ Բայց եթե միացել եք, հարգեք այդ բանը, եւ այդ հարվածը անպայման կգա։ Եվ երրորդը, ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետություն ուզում է օգուտ ունենա։ Գոյություն ունի հարկային ձև, ուզում եք օգուտ ունենաք, նենց արեք մարդիկ չարտագաղթեն, մնացեք աշխատեն։ Հիմա էլ եք ասում եք, չէ, ստեղծենք օրենքներ, որ գնան արտագաղթեն, փորձենք այդ արտագաղթած մարդուց փող ստանալ։ Ես չեմ կարող ընդունել։ Ես չեմ կարող ձեր բացատրությունները նույնիսկ տրամաբանությանը հարիր համարել։ Ներողություն։ Ես երևի միգուցե կրկնվեմ, բայց նորից եմ կրկնում, մեր նպատակը արտագաղթին նպաստող օրենք ընդունելը չէ եւ առաջարկելը չէ, բայց եթե առկա իրավիճակում մեր հայրենակիցների միայնական մաս իրենց աշխատանքը գտնում են արտերկրում, վաստակում են եւ այդ եկամուտները ուղղում են Հայաստանի Հանրապետություն, մեր նպատակը մեխանիզմ ստեղծելն է, որպեսզի այդ եկամուտները հարկվեն ոչ թե արտերկրում, այլ այդ եկամուտները հարկվեն Հայաստանի Հանրապետությունում։